Ով է գրել Եբրայեցիների նամակը։ Աստվածաշնչյան ամեն գիրք ունի իր հեղինակին ու պատմությունը, բայց Նոր Կտակարանում կա մի գիրք, որի հեղինակի ինքնությունը արդեն 2000 տարի է քննարկման առարկա է։ Այն գրվել է անզուգական ոճով, խոր աստվածաբանական ըմբռնումով եւ քրիստոնեական հավատքի հիմնասյուներից մեկն է։ Խոսքը Եբրայեցիների նամակի մասին է։ Բայց ով է գրել այն։ Պողոս առաքյալը, մեկ ուրիշ առաքյալ, թե քրիստոնեության առաջին դարերի մի անհայտ հեղինակ։ Այս հարցը դարեր շարունակ եղել է բուռն քննարկումների առարկա, թե եկեղեցական հայրերի եւ թե ժամանակակից աստվածաբանների շրջանում։ Այս տեսանյութում կփորձենք հասկանալ, թե ով կարող էր լինել Եբրայեցիների նամակի հեղինակը։ Ինչ են ասում վաղ եկեղեցու վկայությունները եւ արդի հետազոտությունները այդ մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Եբրայեցիներին ուղված նամակը Նոր Կտակարանի ամենախոր աստվածաբանական գրություններից մեկն է։ Այն բացատրում է Քրիստոսի գերազանցությունը մարգարեների, հրեշտակների, Մովսիսյան ու քահանայական օրենքի նկատմամբ։ Ըստ այս նամակի, Քրիստոսը նոր ու հավիտենական ուխտի քահանան է, որը իր արյամբ կատարեց այն, ինչ կենդանիների զոհերը երբեք չեն կարող։ Բայց հենց այստեղ առաջանում է գլխավոր հարցը։ Նամակում բացակայում է հեղինակի անունը։ Ի տարբերություն Պողոսյան նամակների, այստեղ չկա ոչ մի ողջույն, ոչ մի անձնական դիմում, ոչ էլ սովորական Պողոս առաքյալը Հիսուս Քրիստոսի ծառան նախադասությունները։ Երկրորդ եւ երրորդ դարերի եկեղեցական հայրեր Կղեմես Ալեքսանդրիացին եւ նրա աշակերտ Օրիգենեսը կարծում են, որ նամակը գրվել է Պողոսի գաղափարներով, բայց ոչ նրա ձեռքով։ Նամակի միտքը Պողոսինն է, բայց ոճը ուրիշինն է։ Իսկ իրականում ով է գրել, Աստված միայն գիտի։ Օրիգենես։ Օրիգենեսի այս խոսքերը դարձել են ամենահայտնի արտահայտություններից մեկը Եբրայեցիների նամակի հեղինակության վերաբերյալ։ Իսկ օրինակ հռոմեական եկեղեցում սկզբում Եբրայեցիների նամակը չեն ընդունել որպես Պողոսյան։ Տերտուլիանոսը այն վերագրում էր Բարնաբասին, Պողոսի ընկերակցին։ Հռոմի մոտակայքում տարածված էր նաև այն կարծիքը, որ այն գրել է Ղուկասը, Պողոսի աշակերտը, ով թարգմանել է Պողոսի միտքը հունարենով։ Հայ եկեղեցին հետևելով հունական եւ ասորական ավանդություններին ընդունել է, որ Եբրայեցիների նամակը Պողոս առաքյալի գործն է։ Եփրեմ Ասորին եւ Հովան Ոսկեբերյանը նույնպես խոսում են դրա Պողոսյան ոգու եւ քրիստոնեական խորության մասին։ 4-րդ դարի եկեղեցու պատմիչ Եվսեբիոս Կեսարացին իր եկեղեցական պատմության մեջ նույնպես Եբրայեցիների նամակը Պողոսին է վերագրում։ Ժամանակակից գիտական վերլուծությունները հիմնականում նշում են, որ այս նամակի հունարենը ավելի բարձր մակարդակի վրա է, քան Պողոսի մյուս նամակներում։ Բացի այդ, դրա ոճն ու բառապաշարը տարբեր են։ Այստեղ գրեթե չկան Պողոսյան սովորական արտահայտություններ։ Գրում եմ ձեզ եղբայրներ, շնորհ ձեզ եւ այլն։ Իսկ նամակի տրամաբանությունը կառուցված է որպես քարոզ կամ աստվածաբանական տրակտատ, այլ ոչ թե անձնական նամակ։ Դրա հիման վրա գիտնականները առաջ են քաշել մի քանի հնարավոր հեղինակների։ Օրինակ Բարնաբասը, ով ղևտական ծագում ուներ եւ նամակում մանրամասն բացատրում էր քահանայական ծառայությունը։ Կամ Ղուկասը, ով գերազանց հունարեն գիտեր եւ նամակում ոճական նմանություններ կան նաեւ Ղուկասի ավետարանի հետ։ Ապողոսը, ով հիշատակվում է Գործք առաքելոց գրքում որպես ռետորական կրթություն ունեցող եւ Հունաստանում քարոզող քրիստոնյա։ Եվ իհարկե, Պողոսը։ Մինչև այսօր որոշ գիտնականներ պաշտպանում են եկեղեցու ավանդական տեսակետը, ընդգծելով, որ բովանդակությունը լիովին համընկնում է Պողոսի քրիստոնեության ընկալման հետ, նույնիսկ եթե ոճը տարբեր է։ Ամփոփելով, Եբրայեցիների նամակը մնում է մի բացառիկ խորհրդավոր գործ, որի հեղինակին միգուցե երբեք էլ հստակ չիմանանք, բայց դրա բովանդակությունը, ոգին եւ աստվածաբանական խորությունը վկայում են մի բանի մասին, որ հեղինակը եղել է առաջին դարի եկեղեցում հսկայական հեղինակություն ունեցող անձ։ Ինչպես ասել է Օրիգենեսը, միայն Աստված գիտի, թե ով է գրել այն, բայց մեզ հայտնի է, որ Սուրբ Հոգին է խոսել դրա միջոցով։